Արկնեժդեհին, ես այսօր խոսելու եմ քաղաքական նորաձևությունից, կամ ճիշտն ասած, ժողովրդի լեզվով ասած, հայի հետին խելքից, որը բևեռը ժամանակին բանեցնում էր, ոչ թե հետին ձևով, այլ առաջնային, բայց որից է մեկը լուրջ չէր վերաբերվում, բայց այն հիմա դարձել է, այսպես ասած, նորաձև։ Խոսքը Վիլսոնի իրավարար վճռի մասին է։ Շատերն են սկսել խոսել Վիլսոնի իրավարար վճռից, մեկը մյուսին հերթ չտալով։ Հասկանում են, որ տարածաշրջանում Թուրքիայի հանդեպ հետաքրքրությունները բացասական իմաստով մեծացել են։ Բայց քչերն էին հասկանում Բևերի պես կամ Արապապյանի պես, որ ամերիկյան պետությունը քաղաքականությունը կարճաժամկետ չի ձևավորում։ Եթե 100 տարի առաջ կամ 104-5 տարի առաջ Վիլսոնի իրավարար վճիռ էր ձևավորվում, ձևակերպվում մեր մեծ բարեկամ Վիլսոնի շնորհիվ, նրանք պատահաբար չէին դա անում։ Իհարկե նրանք Վիլսոնը առաջնային հարգելով, սիրելով հայ ժողովրդին, մեր ինքնությունը, մեր տեսակը, մեր կարևորությունը համամարտկային, համաշխարհային մարդկության շրջաններում, նրանց շարքերում, նա գնաց այդ քայլին, բայց եւ ինքը տեսնում էր, որ Թուրքիան այն պետությունն է, որը միշտ գլխացավանք է լինելու մարդկության համար եւ նրա համար որևիցե արգելք կամ արգելանք պետք է լինի։ Եվ քանի որ նրանք էլ արդեն գործել էին այդ հանցագործությունը, հայոց ցեղասպանությունը, նա շատ լավ օգտագործեց այդ առիթը եւ թուրքերի համար մի մեծ խարան ամերիկյան մեծ կնիքով ստեղծեց։ Խոսքը Վիլսոնի իրավարար վճռի մասին է։ Եվ հիմա քիչ առաջ շեշտեցի հայի հետին խելքի մասին, որը ի սկզբանե բանեցնում էր պարոն Պապյանը եւ Սասնա ծռերը, հիմա ազգային ժողովրդական բևեռը, այսինքն մենք սկզբից էինք կիրառում մեր միտքը, որը հետին է դառնում, հետո նորից բերում են, սկսում են խոսել, դարձնում են նորաձև, բայց նաեւ հարց է առաջանում։ Տերք, գիտեք դա ինչպես է ծնվել եւ լավ, ինչ է պարունակում։ Որովհետև Վիլսոնի իրավարար վճռի նորաձևը ճակերտներում, իհարկե, սա մեզ համար միշտ անհրաժեշտ ու առաջնային է եղել, նորաձև թշնամուն ծառայողների համար, ովքեր արդեն անհույս են թե Ռուսաստանի եւ Թուրքիային ծառայողները, ինչպես տեսնում եք Նիկոլ անգամ պատրաստ է միակողմանի ստորագրել մի թուղթ, որը թուրքերի համար ձեռնտու է, լավ է։ Ուզում եմ ասել, ինձ բաց չթողեք հանգարց, ինձ մենակ չթողեք, որտեղ ինձ կհոշոտեն։ Խնդրում, աղաչում անգել է թուրքերի ոտքերը, ես կստորագրեմ, թեկուզ դուք չստորագրեք, բայց ինձ տեր կանգնեք, տեսեք, ես այդ աստիճան նվիրված եմ ձեզ։ Պայմանագրի միակողմանի ստորագրման ցանկությունը դա է, որ իմացեք, ես աշխարհում մենակ մնացի, որից է մեկը հայ ժողովուրդը առավել եւս իրեն չի ուզում տեսնել, ոչնչացնելու անգամ վտանգ կա կախված Սրիկայի գլխին։ Եվ ինքը ուզում է ամեն կերպ ընկնել թուրքերի ոտքերը, որ խնդրի, ես տեսեք ինչեր եմ անում ձեր համար, նույնիսկ թքած ունենալով հայ ժողովրդի որոշման վրա, ինչ ուզում եք, ոնց ուզում եք, երբ ուզում եք, որ դիրքով ուզում եք, ես պատրաստ եմ։ Ես ուզում եմ խոսել նորից նորաձևությունից։ Ուրեմն Վիլսոնի իրավարար վճռով ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամները թե ամերիկյան օրենսդիրների եւ կառավարության անդամների հետ են փոխանակվել պարոն Պապյանը իր տպած գրքերից, որոնց տարբեր լեզուներով թարգմանել է, տրամադրել է թե ամերիկյան վերնախավին եւ թե եվրոպական։ Հիմա երբ որ Ալիևը հերթական հայտարարություններ անում, որը պետք է հիմք հանդիսանար սահմանների մոտ սանձարձակություն թույլ տալ, չէ, ֆաշիստական Հայաստան անվանեց մեր պետությանը ֆաշիստական։ Ամերիկան մեկ զանգով հասկացրեց, որ հանգարց խելքդ չգնա էլի ուրիշ բանի վրա, բացադրեց ժողովրդի լեզվով ասած։ Եվ բոլորը սկսեցին Ամերիկան ապտակեց Ադրբեջանին, տեսակ Ամերիկան ճշում բանեցրեց, Բաքվին կանխեց, ժողովուրդ, բամ
այդ որ ձեր տանը նստած այդպես գուշակություններ եք անում, չեք ասում, բա այդ ո՞նց եղավ, որ Ամերիկան կանխեց։ Ինչպես եղավ։ Բևեռի խորհրդի անդամները հատուկ նամակը կազմում եւ տրամադրում են Թրամփի վարչակազմին, բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք եւ հասցնում են նախագահին, որոնք եւ զանգում են Ալիևին եւ զգուշացնում են։ Այսինքն այդ ապտակը, ամերիկյան ապտակը, որ բոլոր բլոգերները կամ բլոգեր կուսակցությունները կամ չգիտեմ, եսի ինչ կուսակցությունները, որոնք ընդհանրապես գուշակություններով են զբաղված, անենց են մեկնաբանում ամերիկան ապտակեց Բաքվին, ասես դա իրենց շնորհքն էր կամ իրենք այնպեսի ճիշտ գուշակություն արեցին, փրկեցին հայ ժողովրդին։ Ժողովուրդ դա Բևեռի խորհրդի անդամների կողմից կազմված նամակի շնորհիվ եղել, որը Բևեռի անդամները հանձնել են Բայդենի աշխատակազմին, որոնք եւ գործի են դրել դա։ Հասկանում եք։ Բևեռի գործողություններն անգամ արդեն գուշակություններով ժողովրդին հրամցնում են, թե իրենք սուր, շատ լավ պատկերացնում են, թե մեզ հետ ինչ պետք է տեղի ունենա։ Բայց գործնականում դա Բևեռն է զբաղվում դրանով։ Եվ քանի որ Բևեռի դեմ արդեն պայքարելը շատ է դժվարացել։ Էլի եմ ասում, բոլորը գիտեն, որ Վիլսոնի իրավարար վճռից խոսում է Բևեռը, խոսում է Բևեռը, գործում է Բևեռը։ Եվ քանի որ արդեն Վիլսոնի իրավարար վճիռը նաև աշխարհի համար է դարձել տեսանելի Թուրքիայի պայթելու հետ կապված, բոլորը ուզում են դառնալ իրավարար վճռի այդ ջատագով եւ ուզում են այդ մենաշնորհը Բևեռի ձեռքից կամ Պապյանի ձեռքից խլել։ Եթերներ են կազմակերպում, նորից կղանքը ջրերես է դուրս եկել, այդ կղանքով անընդհատ կղահարում են Բևեռին, որ Վիլսոնի իրավարար վճիռը իրենք յուրացնեն, իրենցով անեն։ Վիլսոնի իրավարար վճիռը դա հայ ժողովրդի սեփականությունն է։ Ուղղակի մարդ լինեիք Արաբ Պապյանի պես հենց սկզբից, այն որ սկսեց, ասեց, վերցրեց, դրեց կողքը կանգնեիք, ոչ թե վերջում գայիք ու փորձ անեք այդ մարդու այդ չարչարանքը յուրացնել, ինչպես թուրքերն այսօր հայկական մշակույթը արդեն իսկ ներկայացնում են թուրքական մշակույթ։ Իրենք որտեղ էին մի քանի հազար տարի առաջ, որ հայերը մշակույթ էին ձևավորում։ Այդ դուք հիմա թրքաբարու կեցվածքով ուզում եք Վիլսոնի իրավարար վճռի պահապաններին մեկուսացնել վճռից։ Վճիռը մեր անձնական սեփականությունը չէ, դա համայն հայության սեփականությունն է, բայց այդ մենք էինք, պարոն Պապյանի գլխավորությամբ, մենք էինք թմկահարում, մենք այնքան ասեցինք, վերցրեցինք, դրեցինք, մինչև հասավ տեղ Հայաստանի ներսում։ Դե դրսում էլ արդեն քաղաքական իրավիճակն է պարտադրում։ Մնաք խաղաղությամբ եւ եթե ուզում եք իսկապես իմանալ ձեզ ինչ է սպասում եւ ինչ պետք է արվի, որ Հայաստանը այս իրավիճակից դուրս գա, դա միակ արդար տեղեկատվությունը կարող եք իմանալ Բևեռի լրատվականներից եւ հետեւելով Բևեռի անդամներին։ Շնորհակալություն ուշադրության համար։ Մնաք խաղաղությամբ։